Փորձենք վերհիշել Հայաստանի Հանրապետության պատմությունը 1.5 րոպեվա ընթացքում։ Հայաստանը վերստեղծեց իր անկախությունը որպես սովետական միության գերեզմանափոր, բայց արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը 95 թվականին նորից կապեց Հայաստանի անվտանգությունը եւ գոյությունը նախկին գաղութարար Ռուսաստանի հետ, նա բերեց Գյումրի ռուսական ռազմաբազա։ 2002 թվականին Քոչարյանը փոխանցեց Ռուսաստանին մեր տնտեսության առանցքը, իսկ 2013-ին Սերժ Սարգսյանը մցրեց Հայաստանը ԵԱՏՄ։ Երբ 16 թվականի քառօրյա պատերազմում Ռուսաստանը ցույց տվեց, որ գերադասում է Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ չի լինի այլևս Հայաստանի երաշխավորը, Նիկոլ Փաշինյանը, որին բերեցին կամ որը եկավ իշխանությանը 2018-ին, փորձեց բալանսավորել, ինչպես նա ասում է, Ռուսաստանը եւ տարածաշրջանային ուժերի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Արդյունքում 20 եւ 23 թվականի աղետները բոլորը հրաժարվում են երրորդ ճանապարհից։ Այդ երրորդ ճանապարհը եվրոպական Հայաստանն է։ 24 եւ 25 թվականին եվրոպական կուսակցությունը եւ մեզ միացած ուժերը դարձրեցին օրենք Հայաստանը կարող է լինել Եվրամիության անդամ, եւ դա է մեր միակ փրկությունը եւ Ռուսաստանից եւ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Հիշեք դա։